Նա առիթ չունեք վարչապետի հետ հանդիպելու, դրա համար եմ ասում։ Դե անցավ տեսանք ողջունենք մի հատ կանցնիկ ողջունենք ինչ պարտադիր է որ ինի տենան։ Բայց ժողովրդի ծոցից չի հելած ինքը, ժողովուրդը իրան ինչ պետք է անի, որ փակել են ճանապարհը։ Ժողովրդի ծոցից հելածների մեջ շատ մուխանատներ կան, որ իսկի ծոցից էլ չեն ելել, չգիտեմ որտից են ելել։ Չգիտես, դու ինձնից լավ գիտես։ Չէ՞ որ շատ ուրիշ տեղերից հելածներ կան։ Որովհետև կանեն էլի, ախր, ինչի հոկտեմբերի 27-ին չգյու։ Բավական է մարդ պետք է հաճույքներից իր, չգիտեմ, գինի փառատոն է չէ լինելու։ Համոզված եմ հազարներով, տասնյակ հազարներով մարդիկ են հավաքվելու Սարյան փողոցում։ Ուրախանալու խրախճանքների մեջ։ One day later. Հիման երեխա եկել ես դեր լաց ես տնում, ես պոնը խանգարում ես, որ ինչ անես։ Երեքից ոչ մեկը Լեռնային Ղարաբաղի քաղաքացի չի։ Ոչ մեկը, այդ իր հայրենիքն էր, ինքը ինչ է արել։ Եթե ինքը վստահ էր, որ ռուսների հետ մնալով այդ մնալու է, ինքը ինչի էր Մեղրին Լաչինի դիմաց փոխանակում։ Համարելով, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին է, այ Մեղրին Լաչինի դիմաց տան, որ Ադրբեջանն էլ այդ մեզ զիջի։ Այս հեքիաթները, որ ինքը պատմում է, մտածում ես երիտասարդ սերունդը այդ չի տեսել ու չի հիշում, ու ինքը այդտեղ կարող է ճկմեղանալ, չարաչար սխալվում է Ռոբերտ Քոչյանը։ Մեզ 20 այդ քոչողլի թուրք ալբանացին, ոնց եկավ ստեղ, մեզ սա հայերից հանեց դուրս շպրտեց, Ղարաբաղն էլ ծախեց Արցախը, սա ամենի չկվի կծել են Նիկոլն արեց, չենք տալու ձեր ձերը։ Ցանկանում եք մոտենալ, թույլ չտվեցին։ Հա, բա։ Թուրք են ձեզ ասում։ Դե գոռում են, մենք չենք դնում ես կա ժամանակ, սա հայազգից թուրք սարքեցին, թուրք անվանեցին, որ ասպետ անբարոյականը։